Ամիսներ առաջ ձեռք բերված պայմանավորվածությունը Վլադիմիր Պուտինն ու Սերժ Սարգսյանը վավերացրեցին։ Գազպրոմին անցավ Հայ-Ռուսգազարդի Հայաստանի կառավարությանը պատկանող 20% մասնաբաժինը։ Ըստ Գազպրոմ բաց բաժնետիրական ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերի, սահմանվելու է նոր գին եւ Հայաստան մատակարարվող գազի գինը փոխկապակցված է լինելու Ռուսաստանում գործող ներքին գների հետ։ Ընդդիմադիր Ժառանգություն խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը որոշումը համարում է բացասական, նշելով, թե անգամ գազի սակագնի նվազեցման դիմաց հայկական կողմն իր բաժնեմասը վաճառելու իրավունք չուներ։ Մենք դառել ենք մի երևույթ, որտեղ ձայնազուրկ մեխանիզմով ունենք ինչ-որ սեփականություն մեր տարածքում, որը կարող է վաղը բռնել մի բան այսպես ծռը, մի բան այնպես ծռեն, ու մենք չենք կարողանալու խոսենք, որտեղ ասելու է սեփականատերը եւ իրավունքներ ունեմ ամեն ինչ անել։ Ըստ հատկապես մանապոլ երևույթները եւ պետական մանապոլների նման բնական մանապոլ երևույթների վրա պետությունը պետք է կարողանա իր իրավունքների կամ ձայնի իրավունքը։ Բացի այդ, ըստ падգամավորի դեռևս պարզ չէ, թե քանի տարի է գազի գինը Հայաստանի համար մնալու այդ մակարդակի վրա։ Սերժ Սարգսյանը հերթական անգամ կայացրեց կուլիսային որոշում, քաղաքական ուժերին չտեղեկացնելով քայլերի եւ հնարավոր հետևանքների մասին։ Հանրապետական Գալուստ Սահակյանը համակարծիք չէ։ Այնպես չէ, որ ցանկացած որոշում ընդունելու համար պետք է իշխող քաղաքական ուժը հավաք անցկացնի Ազատության հրապարակում եւ հանրությանն էլ տեղյակ պահի։ Երկու երկրների միջև ստորագրված պայմանագիրը ըստ Սահակյանի շահեկան է նախ եւ առաջ Հայաստանի համար։ Գազի գինը չի թանկանա։ Այնպես չի, որ որևէ բան թեկուզ եւ քննարկվի եւ 100%-անոց մեր ազգի բոլոր ընտանիքները մեծով փոքրով համաձայն են դրան։ Ոնց որ տակը բան չի մնացել, բայց իշորելի գտնում են բաներ վաճառելու։ Այսինքն եթե 20%-ը չվաճառեին, ինչ էր փոխվելու դրանից կամ վաճառելու, չէ՞ որ մենք գիտենք, որ Հայ-Ռուսգազարդը վերջիորճո դա ամբողջ ռուսական ցանց է, որը մատակարարում է հանրապետությանը գազ։ Միգուցե այնտեղ կան շահեր, որոնց մասին մենք տեղյակ չենք։ Մեկ այլ հանրապետական Համլետ Հարությունյանը կարծում է, որ 20% բաժնեմասը ռուսական կողմին վաճառելու որոշումը հիմնավորված է։ Կատարվել են տնտեսական հաշվարկներ։ Հայ-Ռուսգազարդը կդառնա 100%-ով ռուսական ձեռնարկություն։ Հայաստանի կառավարությունը փաստացի զրկվեց նաև իր 20%-անոց դիվիդենդներից, նշում է ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը։ Ընդհանրապես ես այնքան էլ կողմ չեմ, որ մենք բոլոր այդպիսի մեջ ձեռնարկությունները մեր ներկայացվածությունից հրաժարվենք։ Ասենք թե կարելի է այդ հարցը ավելի համակողմանի ներկայացնել, բնականաբար, որը ես չեմ տեսել, որ տես ներկայացվել է։ Այդ լավ ուրիշ չի, որ մենք մեր 20%-ով վաճառում ենք։ Այդ արդեն ցանկացած մարդ կարող է պատասխանել։ Երբեք մարդը իր ապրանքը չի սկսած բնակարանից եւ մեկից լավ ուրիշ չի վաճառում։ Ուրեմն ունենք դժվարություններ։ Հիշեցնենք, որ Հայաստանում Հայ-Ռուսգազարդի հայտի համաձայն գազը թանկացավ հուլիսից, սակայն կառավարությունը հայտարարեց 30%-ը սուբսիդավորելու մասին։ Այս հայտարարությունից հետո էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը հայտնեց, թե գազի սակագինը սուբսիդավորվելու է Մաքսային միությանն անդամակցությունից հետո։ Փայլակ Վարդյան, Գոռ Հովհաննիսյան, Gala News։